Սա հին Երևանի քարտեզն է։ Ահա այստեղ նախկին Նազարովսկայա փողոցում, այժմ Ամիրյան, գտնվում էր աֆրիկյանների կտորեղենի խանութը։ Ապրանքը մատակարարվում էր Աֆրիկյան եւ ընկերություն առևտրային տան միջոցով, որը Տիգրան եւ Արաքել եղբայրները 25,000 ռուբլի նախնական կապիտալով գրանցել էին 1909 թվականի հոկտեմբերի 3-ին Մոսկվայում եւ մասնաճյուղեր բացել Թիֆլիսում եւ Երևանում։ Իշխանուհի Մարիամ Դոլուխանյան-Թումանյանը իր հուշերում պատմում է, թե ինչպես 1914-ին Նիկոլայ II Տաճկաստան անցնելու ճանապարհին Թիֆլիսում ծրագրել էր այցելել իր նախաձեռնած բարեգործական հիվանդանոցը։ Խորհուրդը կայսրին որոշեց դիմավորել հիվանդանոցի ընթերցասրահի դահլիճում։ Մտածեցին սրահը ձևավորել արևելյան ոճով եւ հենց այնտեղ թեյախմություն կազմակերպել ի պատիվ կայսեր։ Այդ դիզայներական գործը գլուխ բերելու համար հրավիրվեց մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջախյանը։ Իսկ ահա նկարչի մտահղացում իրագործելու համար դիմեցին աֆրիկյան եղբայրներին։ Վաճառական եղբայրները Բաշինջախյանին տրամադրեցին ամեն անհրաժեշտ բան։ Եղբայրները կտորեղենի մեծ խանութ ունեին նաև Թիֆլիսում։ Իշխանուհի Մարիամը իր հուշերում նկարագրում է աֆրիկյանների կտորեղենի հսկայական տեսականիով լցված պահեստը։ Կայսեր Նիկոլայ II-ի այցը Թիֆլիս միակ առիթը չէր բարեգործական ընկերության եւ աֆրիկյանների համագործակցության։ Բարեգործական ընկերությունը պաշտոնական գրություններով ելի է դիմել աֆրիկյան եւ ընկերներ առևտրական տանը աջակցություն ստանալով։ Առաջին աշխարհամարտի տարիներին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած եղեռնից փրկված եւ Արևելահայաստան գաղթած որբ երեխաներին բարեգործականը ապաստանեց Դիլիջանում։ Արդեն մոտենում էր ձմեռը եւ երեխաները ցնցոտիների մեջ էին։ Առանց երկմտելու իշխանուհի Մարիամ Դոլուխանյան-Թումանյանը դիմեց աֆրիկյաններին կտորեղենի հարցով։ Ես երբեք չէի տեսել առևտրային տների պահեստները եւ մնացել էի ապշած, հիշում է իշխանուհին, երբ գործակատարը գլխավոր տիրոջ կարգադրությամբ տարել էր ինձ ներքևի հարկը, որ իմ ճաշակով ընտրություն անեմ։ Ահագին մեծ սրա հատակից միջև առաստաղը լիքը կտորների հակերով։ Շարքերի մեջ նեղ անցք էին թողած, իսկ 4 կողմը միայն հակեր ու հակեր էին երևում, իսկ յուրաքանչյուր հակի մեջ 40-ից 50 թոփ կտոր կար, իսկ ամեն մի թոփ 50-60 արշին էր պարունակում։ Երբ մտքումս մոտավորապես հաշվեցի, թե ինչքան արշին մանուֆակտուրա կար միայն աֆրիկյանների պահեստում, ես շշմեցի։ Սա միակ դեպքը չէ, երբ աֆրիկյան եղբայրները գաղթականների կարիքների համար հատկացնում են կտորեղեն։ Տիգրան եւ Արաքել աֆրիկյան առևտրային տունը նաեւ անհատույց Օքսֆորդ տեսակի կտորեղեն է մատակարարել Էջմիածնին։ Հայկական բուրժուազիայի լավագույն ներկայացուցիչներ աֆրիկյան եղբայրները իրենց արտադրական առևտրային գործերին զուգընթաց միշտ հոգացել են հանրային եւ ազգային խնդիրներ։ Նրանց ներդրումները մարդասիրական եւ համազգային ձեռնարկներին ոչ միայն օգտակար են եղել ուրիշներին, այլ նախ եւ առաջ հենց իրենց։ Ինչքան նրանք առատաձեռն են եղել, այնքան նրանց շահույթն ավելացել է։ Ինչքան տվել են, այնքան ավելի ստացել։ Արաքել, Տիգրան, Երվանդ աֆրիկյանները իրենց ֆինանսական մեծ ներդրումն ունեցան Երևանի Նազարովսկայա փողոցի այժմ Ամիրյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման գործին։ Խորհրդային տարիներին եկեղեցին քանդվեց, ընդհանրապես այս տոհմի Երևան տեղափոխված շարավիղները ոչ միայն հայտնի են եղել իբրև բուրժուաներ, այլև իբրև քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ 1884-ի ապրիլին Կարապետ Աֆրիկյանը ընդգրկվեց քաղաքային խորհրդարանի կազմում, հունիսին համապատասխանաբար առաջին եւ երկրորդ կարգի իրավասու կամ պատգամավոր ընտրվեցին Տիգրան եւ Արաքել աֆրիկյանները։ 1893 թվականը Երևանի տնտեսական եւ արդյունաբերական պատմության մեջ մտավ Կարապետ Աֆրիկյանի գինու, կոնյակի եւ սպիրտի գործարանի հիմնադրումով։ Այն տեղակայված էր Երևանի Բերդի եւ Սարդարի պալատի տարածքում։ Երբ Կարապետ Աֆրիկյանը հիմնեց իր գործարանը, արդեն կար հռչակավոր Թայիրյանի գործարանը։ Այսինքն պարոն Աֆրիկյանը գիտակցաբար մտավ մրցակցային դաշտ եւ չվախեցավ դրանից։ Նա մշակեց իր բիզնես ծրագիրը եւ դրա հիմքում նոր արարություններ։ Ժամանակակից բիզնես լեզվով ասած ինովացիոն քաղաքականությունը։ Նախ նա արտասահմանից բերեց գերժամանակակից նորագույն տեխնիկա։ Աշխատեց արտահաման ուղղությամբ։ Նա գիտեր, որ արտաքին շուկան գրավելու համար ոչ միայն պետք է ապահովել որակը, այլև արտաքին ապրանքային տեսքը, շշերը եւ պիտակները։ Եվ եղբայրների Արաքելի եւ Տիգրանի հետ Կարապետ Աֆրիկյանը կարողացավ իր հիմնած գործարանի արտադրանքի 80-ից ավել տոկոսը արտահանել։ Շուտով տարածքում կառուցվեցին տակառագործարաններ, արհեստանոցներ, նոր պահեստներ։ Ոգելից խմիչքների պահպանման եվրոպական տիպի առաջին նկուղները կառուցվեցին հենց աֆրիկյանների կողմից։ Այժմ գործարանի տարածքում տեղակայված է Գինեգործների միությունը։ Կարապետ Աֆրիկյանը ունեցել է նաև պահածոների արտադրություն եւ անգամ 1894-ին մասնակցել գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին։ Դեղցի Մուրաբան մեծ հաջողություն է ունեցել։ 1911-ն էր, երբ Արաքել եւ Տիգրան աֆրիկյանները որոշեցին Երևանում բամբակա մամլիչ գործարան կառուցել։ Նրանք դիմացին նահանգապետին թույլտվության համար։ Հարցը քննարկվեց քաղաքային դումայում։
Դուման պահանջեց աֆրիկյաններից ներկայացնել հատակագիծ, արտադրական հանգամանալից ծրագիր եւ բնապահպանական անվտանգության երաշխիքներ։ Առաջին անգամ Դուման մերժեց աֆրիկյաններին շրջակա միջավայրի պահպանության եւ հակահրդեհային անվտանգության ոչ բավարար երաշխիքների արկայության պատճառով։ Եղբայրները շտկեցին նախագիծը եւ Դուման բավարարեց առաջարկը։ Պետական արխիվում պահպանվող բազմաթիվ փաստաթղթերը այսօր պատկերացում են տալիս, թե ինչպես է կառավարվել գործարանը, ովքեր են եղել հումքի մատակարարները, ինչպես են վարձատրվել բանվորները։ Օրինակ իմացանք, որ Իգդիրից գաղթած եւ Փանիկ գյուղում բնակվող Ոմն Գեգամ Սամսոնյան գործարանի հետ հումքի մատակարարման պայմանագիր էր կնքել։ Հաշվապահական թղթերը վկայում են, որ աֆրիկյանները աշխատավարձից զատ նաեւ ամսական ընծայումներ են արել բանվորներին, այսինքն հավելավճարներ են տվել։ Իսկ փաստաթղթերից մեկն էլ պատմում է, որ գործարանում տեղի ունեցած մի դժբախտ դեպքի հետևանքով բանվորներից մեկը զոհվել է։ Դատարանը օրենքով սահմանված կարգով գործարանատիրոջից պահանջել է փոխհատուցել զոհվածի ընտանիքին։ Աֆրիկյան եղբայրները այրիին վճարել են շատ ավելին, քան նախատեսում էր օրենքը։ Աֆրիկյանների անվան հետ է կապված նաև Երևանի ջրմուղի կառուցման գործը։ Բանն այն է, որ Երևանը չուներ խմելու ջուր։ Բնակչությունը օգտվում էր զանգուից։ Սանիտարահամաճարակային առումով դա շատ վտանգավոր էր։ 1870-ականներին քաղաքային դուման որոշել է շրջակա լեռներից սկիզբ առնող գետառի ակուքներից խողովակով ինքնահոս եղանակով ջուր հասցնել Երևան։ Բայց քաղաքային բյուջեն ֆինանսական միջոցներ չուներ դրա համար։ Հարուստ երևանցիներն էլ առանձնապես խանդավառված չէին այս գործով։ Եվ Երևանը ինչպես անջուր էր, այնպես էլ մնաց անջուր, մինչև որ 1910-ին ինժեներ Միրզոյանը համախոհների հետ նորից ձեռնարկեց ջրմուղի կառուցման գործը։ Հիմնվեց Երևանի ջրմուղի ընկերություն 14 անդամով, որոնցից 3-ը աֆրիկյան եղբայրներ Տիգրանը, Կարապետը եւ Արաքելն էին։ Վերջիններիս մասնակցությունը ոչ միայն ֆինանսական էր, այլև գործուն։ Առևտրական աշխարհում ունեցած իրենց կապերով նրանք կարողացան ձեռք բերել անհրաժեշտ կերամիկական ջրատար խողովակներ եւ այլ դեֆիցիտ նյութեր։ 1911-ի դեկտեմբերի 23-ին ջուրը առաջին անգամ հասավ Երևան, իսկ 1912-ի հունվարի կեսերին տեղի ունեցավ ջրմուղի բացման հանդիսավոր արարողությունը։ Աֆրիկյան եղբայրների անունը եւս մի մարդասիրական գործով մնաց մայրաքաղաքի պատմության մեջ։ Ծագումով հին բայազետցի, ծնունդով նոր բայազետցի, արդեն Երևանաբնակ դարձած աֆրիկյան եղբայրները եւ նրանց սերունդը ձևավորեցին կամ անբաժանելի մասը կազմեցին նաեւ այս քաղաքի կոլորիտի։ Նրանք որոշակի հմայք հաղորդեցին Երևանին իրենց նիստուկացով, հագուկապով, ազգային ընտանեկան ավանդույթներով եւ սովորույթներով։ Նրանք քաղաքի գույնն էին, քաղաքի շունչը, նրանք քաղաքացի էին իրենց ոգով։ Երևանը իրենց տունն էր եւ նրանք շենացնում էին իրենց տունը։ Տերյան 11 Այս հոյակապ ճարտարապետական նմուշը, որ ոչ միայն գեղեցիկ շենք է, այլև Երևանի պատմության անբաժան մասն է եւ պատմամշակութային իրական արժեք, ենթակա է քանդման։ Սա աֆրիկյանների կառուցած շենքն է, որը եղել է ակումբ հավաքատեղի։ Այստեղ աշխատանքից հետո միմյանց են հանդիպել Երևանի մեծամեծները, քննարկել են համաքաղաքային հարցեր, բիզնես ծրագրեր կամ ուղղակի հանգստացել են մի բաժակ խմիչքի շուրջ, միմյանց պատմելով իրենց արկածների մասին։ Սա եղել է քաղաքի երևելի տղամարդկանց համերաշխության հաստատման վայր։ Պուշկին 38 Սա Արաքել Աֆրիկյանի բնակելի տունն է, ավելի ճիշտ տներից մեկը։ Մինչև հիմա պահպանվել են Արաքել աղայի պատվերով կատարված գեղեցիկ որմնանկարները։ Այս տանը հյուսվել է մի ամբողջ ժամանակաշրջանի ընտանեկան պատմություն։ Այստեղ ապրել են աֆրիկյանները, ուրախացել, տխրել, զավակներ մեծացրել, խնջույքներ կազմակերպել, պատշգամբից զմայլվել Երևանով, որ կառուցվում էր նաև իրենց պես հարուստ մարդկանց ներդրումների շնորհիվ։ Ժամանակները փոխվում են, քաղաքը մեծանում է, առաջ բերելով նոր պահանջներ, ձևավորելով նոր ճաշակ, կյանքի նոր ռիթմ։ Բայց աֆրիկյանների սեփական տները, որոնցից երկուսն են մնացել անմրցելի են նորակառույցների հետ եւ անփոխարինելի քաղաքային արժեք են ներկայացնում։ Ոչ միայն ճարտարապետական առումով, այլև իբրև պատմության վկաներ։
Այս շենքի ճիշտ կողքին այժմյան Պուշկինի 40 հասցեում էր գտնվում աֆրիկյանների մյուս բնակելի տունը։ Այն քանդվեց 1960-ականներին։ Փոխարեն կառուցվեց այս բազմաբնակարան շենքը։ Ճարտարապետական ճաշակի առումով ոչ մի համեմատության եզր 19-րդ դարավերջի աֆրիկյաններին պատկանող տների հետ։